հայ մարդ, ինչպես նաև մարդություն, ես երկար ժամանակ եթերներ չէի անում, որովհետև կարևորը քանակը չի, կարևորը բոլորն է։ Ուրեմն ես հիմա ինչ ասելու եմ, սա շատ կարևոր է։ Ես պատահական ոչինչ չեմ ասում, եթե դուք ինձ լսեք եւ հետևեք, դուք տանը նստած հաղթելու եք։ Ուրեմն հայր ջան, տեսեք, նախ ես այս հանցավոր ռեժիմի կողմից հետապնդվում եմ։ Ուրեմն իմ ունեցվածքը ինձից խլել են, ուրեմն սրանք այս հանցավոր ռեժիմը տենց է աշխատում։ Տեսնում է, ով չի ենթարկվում իր հանցավոր կլանին, նա ամեն կերպ, այսինքն մարդու վրա աշխատելով թույլ չի տալի, որ նա զարգանա կամ ապրի, անգամ այդ հայրենի հողի վրա թույլ չի տալի։ Այսինքն բոլորին կոնտրոլի տակ է պահում, տարբեր ձևերով, եթե դու չես գնում նրանց, այսինքն եթե դու ինքնուրույն մարդ ես, նրանց այդպիսի անձ ձեռ չի տալի։ Ուրեմն ես ինքնուրույն մարդ եմ եղել, ես ոչ մեկի, այսինքն թևի տակ կամ ինչ-որ մեկի հետ շահ կապված անձնավորություն չեմ եղել, ուրեմն այդ իսկ պատճառով իմ նկատմամբ կեղծ ինձ ու գործ են սարքել եւ իմ ունեցվածքը իմ ձեռքից խլել են։ Ուրեմն ես եկել եմ այն եզրահանգման, ինչպես նաև ես բոլորիդ աջակցելու եմ, հայ մարդ, դուք ինձ լսեք, դուք հաղթելու եք, ես երաշխավորում եմ, նաև խոսքս ուղղված է արցախահայերին, սա ես ինչ ասում եմ, ուշադիր լսեք, արցախահայեր, ուրեմն ձեզ ինչ-որ ոչ մի բան պատահական ոչինչ չի անում, ուրեմն եթե դուք ուզում եք հաղթեք, բոլորը, հայ մարդ, ուրեմն հետևեք ինձ, այսինքն մենք պետք է օրակարգ, ինչպես նաև ես բաց եմ բոլորի հետ աշխատելու համար, բոլոր ազնիվ արդար քաղաքացիների հետ բաց եմ, պատրաստ եմ ուրեմն համագործակցել, պայքարենք միասին, ուրեմն ես պատրաստ եմ բոլորի հետ ուրեմն միասին պայքարելու, ազնիվ արդար գաղափարի շուրջ, միայն եթե դա, այսինքն անձը ազնիվ է, արդար է, միայն այդպիսի անձանց հետ, պիղծերի, տականքների հետ ես ոչ մի գործ չունեմ, ուրեմն նորից շեշտեմ, որ պիղծերի եւ տականքների հետ ոչ մի գործ չունեմ, ազնիվ մարդ, ուրեմն կլինեմ եւ պատրաստ եմ նրանց հետ համագործակցել։ Իմ նպատակը, որ հայ մարդը հաղթանակի, հայրենիքը զարգանա, հզորանա, Հայաստանի Հանրապետությունը։ Նաև Արցախը ներառյալ, Արցախը մեր հայրենիքն է, այնպես որ ես շատ կարևորը նա է, որ ամեն ինչ չի, որ դու պետք է բարձրաձայնես։ Ես բաներ կա, ես ասում եմ, դու մարդիկ պետք է գիտակցեն, թե ես ինչ եմ ասում։ Օրինակ ես քաղաքական դաշտ կոչվածում եմ, շատ բաներ կա, որ ասվում է, այսինքն հասկացողի համար ասվում, հասարակության համար չի ասվում, բայց ես ինչ խոսում եմ, իմ գործողությունները միտված է հայ մարդու լավ ապրելուն, արժանապատիվ կյանքին, ուրեմն եթե դուք ինձ լսեք հետևեք, բոլորդ լավ եք ապրելու, եթե ձեզ ինչ-որ ֆինանսավորում են, որ դուք ինչ-ինչ գործողություններ անեք, այսինքն եթե հիմա ձեզ տալիս են 20,000, եթե դուք ինձ հետևեք, տալու են 40,000, նրանց այդ ծախսը, այդ տեղեկատվական կառավարման մեծանում է, եթե դուք ինձ լսեք, որովհետև ուրեմն ես արժանապատիվ հայ եմ եւ իմ խոսքը ես գումարով չեմ մատուցում, իմ խոսքը այսինքն ես ինչ-որ մեկից գումար չեմ վերցնում, որ ես մտնեմ խոսամ, ես ինքս որոշել եմ եւ ես ինձ, ինչպես նաեւ շատերն էլ նույնպես ես գիտակից մարդ եմ, ես սրանց խաղը գիտեմ, այն խաղը, որ կազմակերպել են, ես գիտեմ, ես հասկացել եմ սրանց խաղը եւ
սրանց խաղին ես այսինքն խաղին հաղթելու համար դուք ինձ պետք է հետևեք, դուք ինձ որ հետևեք միանշանակ դուք հաղթելու եք, այսինքն տեսեք նախկին ներկա չկա, գոյություն չունի նախկին ներկա, այս գոյություն ունի նախկին, դա բլեֆ է, որ նախկին ներկա, դա միանշանակ նախկինն է, ու շատ կարևոր է, որ դուք, այսինքն դուք պետք է նրանց կողմից, եթե դուք ուզում եք հաղթեք, դուք պետք է թելադրեք օրակարգ, ոչ թե նրանց կողմից մատուցված օրակարգը, այսինքն բարձրաձայնեք, տարածեք, եթե դուք ուզում եք հաղթեք, նրանց անտեսեք, ուղղակի հաշվեք, որ նրանք չկան, այդ նախկին ներկա, նրանց անունը մի տվեք, ես արժանապատիվ հայ եմ, և եթե ես կառավարեմ օրինակի համար, ես պաշտոնի չեմ ձգտում, բայց իմ միտումը որն է, որ մեղավորը պետք է պատասխանատվություն կրի, սակայն շատ կարևոր է, նրանց անունները ընդհանրապես պետք է չտաս, որովհետև եթե դու դրանց անունը տալիս ես, դու նրանց օրակարգն ես ոնց որ բերում առաջ, նրանք տականքների, պիղծերի անունները պետք է չտանք, ուրեմն մենք պետք է թելադրենք օրակարգ, ուրեմն խնդրեմ, որ ով որ կլսի սա տարածի, ուրեմն մենք պետք է հայ մարդը, ուրեմն օրակարգ մենք պետք է թելադրենք, մեր օրակարգը պետք է առաջ քաշենք եւ թելադրենք, այդ ժամանակ մենք կհաղթենք, եթե դուք նախկին ներկա տականքների այդ օրակարգը չթելադրեք, նրանք կպարտվեն, եթե դուք ինձ լսելով հասկանում եք, որ ես ճիշտ եմ, ուրեմն տարածեք, ես միանշանակ ասում եմ, ես չեմ վաճառվելու և պիղծ չեմ, ես չեմ վաճառվելու, իմ շահը հայ մարդու շահն է, հայ մարդու, ով որ լսում է, թող լսի, ես ինչ եմ ասում, թող մի քանի անգամ լսի, ես ինչ ասում եմ, սա բոլորը հիմնավոր է, ես կարող եմ նստել ժամերով խոսել, բայց ես ձեզ պատկերացումն եմ տալիս, քայլերի հաջորդականություն կա նաև, չեմ ուզում շատ երկար խոսալ, որ հետաքրքիր լինի լսեք, ուրեմն շատ կարևոր բան եմ ասում, հանցավոր ռեժիմը, ուրեմն, իմ ունեցվածքը իմ ձեռքից խլել է, հանցավոր ռեժիմը, մինչև օրս մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվում և իմ ունեցվածքը չեն վերադարձնում ինձ, ուրեմն, ինչպես նաև ինձ հետապնդման են ենթարկում, հանցավոր ռեժիմը նախկին ներկա ոնց գիտեք, էտա, այսինքն այդ ռեժիմը, սենց մի բան էլ ասեմ, ուրեմն ազգային ժողովում այդ որ ընդդիմություն բան են խաղում, լսի, եթե դու ազգային ժողովում ես, օրինակի համար, դու պատգամավոր ես, դու իշխանության մաս ես, ինչ ընդդիմություն, սա կեղծ օրակարգ է, դու եթե ազգային ժողովում ես, դու պատգամավորության մանդատ ունես, այսինքն ազգային ժողովը դա կա, այսինքն իշխանությունն է, իշխանության մաս է, դու արդեն իշխանության մաս ես, ինչ ընդդիմություն, այսինքն սա բլեֆ է, հասկանում եք, դուք մի տրվեք այդ ուրեմն մանիպուլյացիաներին, իրանց կողմից առաջ քաշած մանիպուլյացիաներին, ուրեմն հայ մարդ նաև արցախահայեր, ուրեմն սա ձեզ է վերաբերվում, ուրեմն ձեզ ինչ-որ օգնություն են տալի, հետո ձեզ ստիպում են, որ այսինքն իրանց նյութերը տարածեք, կամ ինչ-որ իրանց շահերից բխող գործողություններ անեք, հիշեք, նրանք տականք են, եթե մի անձնավորություն, մի ինչ-որ հարուստ, ասենց կոչված կամ ինչ-որ X անձնավորություն, անունները չեմ տալի, ուրեմն եթե ձեզ ինչ-որ աջակցություն է ցուցաբերում և ստիպում է, պարտադրում է ինչ-որ գործողություն անեք, ուրեմն հայի տականք է, այսինքն դուք պետք ասեք, այսինքն դու շահադիտական նպատակներով ես ինձ օգնում, հայը հային օգնում է, պետք է անշահախնդիր օգնի, ուրեմն շատ կարևոր է, որ ուրեմն օրակարգ քաշեք, առաջ քաշեք օրակարգ, եթե դուք օրինակ ես Սիմոնյան Դավիթն եմ, ես արժանապատիվ հայ եմ, ես պիղծ չեմ, ես պատրաստ եմ բացահայտելու պիղծերին, ուրեմն առկա դաշտում, լրատվական դաշտում և ոչ միայն գոյություն ունեն պիղծեր, որոնք ես կարող եմ բացահայտել, պիղծերը ովքեր են, որ հանրությանը ստում են, ովքեր որ ակնհայտ հանրությանը ստում են, ովքեր որ հայ մարդուն ստում են, նրանք ակնհայտ պիղծ հայի տականք են, ուրեմն ես հայ մարդուն չեմ ստում, իմ շահը
դա հայ մարդու շահն է։ Այսինքն ես ուզում եմ, որ հայ մարդը լինի հարուստ, որովհետև հարստությունը անմիջական կապի մեջ է հայրենիքի հզորացման, զարգացման, տնտեսության զարգացման հետ։ Եթե մեր հայրենիքը հզոր եղավ, հայ մարդը լավ ապրեց, մեր վրա ոչ մեկ չի հարձակվի։ Ուրեմն ես իմ խոսքը, ուրեմն հետևեք իմ խոսքին, ուրեմն տարածեք իմ վիդեոները տարածեք, բոլորիդ կոչ եմ անում, հայ մարդ, ես պիղծ չեմ, ես գումարով եթերներ չեմ անում, իմ խոսքը միտված չի հայ մարդուն ստելու, իմ խոսքը միտված է, որ հայ մարդը լավ ապրի, ուրեմն բոլորին կոչ եմ անում, որ ովքեր որ չեն հետաքրքրվում քաղաքականությամբ ինչ-որ բան, թող հետաքրքրվեն, բոլորին կոչ եմ անում հետաքրքրվեն, ուրեմն տարածեն իմ վիդեոները, արժանապատիվ հայեր, այն ովքեր որ չեն հետաքրքրվում քաղաքականությամբ, կոչ եմ անում հետաքրքրվեն, տարածեն իմ վիդեոները։ Ուրեմն տարածելով դուք իմ վիդեոները տարածելով, ձեզ վստահեցնում եմ, որ անպայման կփորձեն, այսինքն ամեն ինչ կանեն, որպեսզի դուք ինձ չհետևեք եւ իմ վիդեոները չտարածեք, քանի որ նրանք հասկանում են, որ ես իրանց ոնց որ գործիքը չեմ, ես իրանց գործիքը չեմ ու իմ խոսքի ինձ լսելով, հայ մարդիկ ինձ լսելով, նրանց գիտակցությունը կբարձրանա, նրանք կհասկանան ճշմարտությունը եւ միայն կշահեն։ Ուրեմն միայն կշահեն։ Շատ կարեւոր է անձը շատ կարեւոր է, որպեսզի պիղծ այլասերված ուրեմն չլինի։ Ինչպես նաեւ հայ մարդ, ձեզ կոչ եմ անում, հայ մարդիկ, ձեզ կոչ եմ անում, որ ով կցանկանա ինձ աջակցել, ես նաև նշելի եմ իմ քարտի կոդը, ով կցանկանա ինձ աջակցել, թող աջակցի ֆինանսապես ու ոչ միայն ֆինանսապես, ես ուրեմն տարբեր ձևերով, տարբեր կերպ իմ վրա աշխատում են, որ թույլ չեմ տալի, որ ես այն մտքերը, այն գաղափարները, որ ես ներկայացնում եմ հայ մարդուն, փորձում են ամեն կերպ թույլ չտան, որ ես ներկայացնեմ, կխնդրեի, որ դուք ինձ աջակցեք, դրանից միայն դուք կշահեք, ինձ լսելով կապ չունի դուք, որ այդ արհեստական ստեղծված ընդդիմադիր իշխանություն բան, անունները չեմ տալի, որպեսզի նրանց օրակարգը չներկայացնեմ, դուք հայ մարդ, դուք թելադրեք օրակարգ, ես պատրաստ եմ բոլորի հետ, ազնիվ արդար մարդկանց հետ, ուրեմն համագործակցել, ուրեմն ես կնշեմ իմ քարտի համարը, ով կցանկանա ինձ, ուրեմն կաջակցի, նաև կնշեմ իմ հեռախոսահամարը, ուրեմն կոմենտի մեջ վիդեոյի տակ կնշեմ իմ հեռախոսահամարը, ով կցանկանա եւ կարող է կապնվել եւ կարող է աջակցել, ինչպես նաեւ ես ապրում եմ Երևանում, կենտրոնում, Կինո Ռասիայի մոտ, Ագատ Անգերոսի 7, ուրեմն 124 բնակարանում եմ ապրում, ուրեմն ես պատրաստ եմ բոլորի հետ ուրեմն համագործակցել, ազնիվ արդար մարդու հետ համագործակցել, ուրեմն ես նաև իմ տունը, սա իմ բնակարանն է, ես պատրաստ եմ նաև ընդունել քննարկել, ուրեմն տարբեր հարցերի, ի նպաստ հայ մարդու, հայրենիքի զարգացման, ուրեմն իմ բնակարանը որպես ծառայեցնեմ գրասենյակ, ուրեմն ես պիղծ այլասերված չեմ, ես պատրաստ եմ համագործակցել արդար մարդու հետ, ուրեմն ով ինչ խնդիր կունենա, ուրեմն կարող է, այսինքն կապնվել ինձ հետ, կփորձեմ իմ գիտելիքների սահմաններում, քանի որ ես հարուստ չեմ, իմ գիտելիքների սահմաններում ուրեմն աջակցեմ, այստեղ շատ կարևոր է ուղեղը, այսինքն եթե դու փող ունես ուղեղ չունես, հաշվի դու ոչ մի բան ես, այստեղ շատ կարևոր է ուղեղը, ճիշտ գործողությունները, ճիշտ քայլերը, եթե մենք ճիշտ գործողություններ, ճիշտ քայլեր անենք, նրանից միայն կշահենք մենք եւ մենք լավ կապրենք, ինչպես նաեւ հարուստ կլինենք։ Հարուստ, այսինքն գիտելիքի արժանապատվության գնով, այսինքն ոչ թե քո արժանապատվությունը վաճառելով, այլ դու լինելով արժանապատիվ հայ, եւ հարստանաս, չկորցնես քո արժանապատվությունը, հարստանաս։ Ուրեմն ես դրա կողմնակից եմ, ոչ թե այս հիմիկվա հանցավոր ռեժիմը այնպես անում, որ այսինքն քո արժանապատվության հաշվին, այսինքն դու
հարստանում ես, հիմիկվա ռեժիմը այդպես անում, դու արժանապատվությունդ վաճառի, որ դու հարստանաս, կամ դու կարողանաս ապրել, իսկ իմ առաջարկածը ես ուրեմն առաջարկում եմ, որ դու քո արժանապատվության պահելով, քո արժանապատվությունը պահելով այդպես հարստանաս, ուրեմն կոչ եմ անում բոլորին, ուրեմն հետևել ինձ, կապ չունի դու որ կողմից ես, այս կողմեն կապ չունի, իմ խոսքը, իմ գործողությունները, ուրեմն միտված է բոլոր կողմերին, հայ մարդուն աղոված, ուրեմն դուք ինձ լսելով միայն կշահեք, ինչպես նաև տարածեք, խնդրեմ, որ տարածեք, որպեսզի շատ մարդ լսի եւ դիտի։ Ես չեմ վաճառվելու, միանշանակ ես չեմ վաճառվելու, ես իմ արժանապատվությունը չեմ վաճառելու, ես իմ տեսակը չեմ վաճառելու, ուրեմն առայժմ այսքանը, խնդրեի, որ տարածեիք, ինչպես նաև աջակցեիք, որովհետև ես ուզում եմ, որ այսինքն այս մի խոսալով YouTube-ով կամ TikTok-ով մի քանի տեղերով, այսինքն այս վիդեոն տարածվի, ես այդ հնարավորությունը չունեմ, այդ իսկ պատճառով եմ նաև ցանկանում եմ, որ ինձ աջակցեք, այնպես որ առայժմ այսքանը, ես էլի եթերներ կանեմ, խոսեմ, առայժմ այսքանը, լավ մնացեք, հայ մարդ, մի տրվեք ուրեմն տականքների օրակարգերին, առաջ քաշեք ձեր օրակարգը, ես պատրաստ եմ ուրեմն համագործակցել հայ մարդու հետ, ազնիվ մարդու հետ, մենք կհաղթենք, միանշանակ եթե դուք հետևեք ինձ, հայ մարդը հաղթելու է, հայրենիքը հաղթելու է, միանշանակ ես դա երաշխավորում եմ, ես անձամբ, ես Սիմոնյան Դավիթը երաշխավորում եմ, որ մենք հաղթելու ենք, ուրեմն առայժմ այսքանը, լավ մնացեք։